Բարի լույս, սիրելիներ, այսօրվա հոգևոր նախաճաշը միջնորդության մասին է։ Մեր աշխարհիկ կյանքում երբեմն հարցեր ունենք լուծելու, որտեղ միջնորդներ ենք փնտրում։ Միջնորդներ, որոնք ավելի լավ գիտեն այդ հարցի լուծման արագ, կարճ եւ օգտակար ճանապարհը։ Միջնորդներ միշտ պետք են։ Երբեմն ընտանիքում անգամ միջնորդներ կան։ Մայրը միջնորդ է զավակի համար հոր առջև, հայրը միջնորդ է զավակի համար մոր առջև, եղբայրը եղբոր համար է միջնորդ։ Մենք փորձում ենք միջնորդությամբ շատ հարցեր կարգավորել։ Ինչու՞, որովհետև միջնորդությունը նախ ենթադրում է հոգատարություն, ենթադրում է պատասխանատվության կրում զուգահեռաբար, եւ իհարկե միջնորդությունը նախ եւ առաջ ենթադրում է ավելի լավ վիճակ, քան այն մեկինը, ով պիտի այդ հարցին լուծում գտներ։ Այսպես է նաև հոգևոր մեր կյանքում, սիրելիներ, մենք ունենք միջնորդներ, ովքեր անդադար աղոթում են, անդադար Տիրոջ աչքի առջև են մեր անձերի փրկության համար։ Այդ միջնորդները մեր հրեշտակներն են։ Այդպիսի միջնորդներ են նաև այն բոլոր անձիկ, ովքեր քրիստոնյա լինելով նահատակվեցին, սրբացվեցին եւ այսօր որպես մեր եկեղեցու հիշատակելի կամ տոնելի սրբեր կանգնած են մեր անձերի փրկության համար կամ եկեղեցու համընդհանուր փրկության համար։ Այդպիսի սրբերից են մեր եկեղեցու հայրերը, այն վարդապետները, որոնք հիշատակվում են մեր արարողությունների ժամանակ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Ներսես Շնորհալին, Սուրբ Գրիգոր Տաթևացին, Սուրբ Հովան Օծնեցին եւ այսպես շարունակ։ Սակայն այս բոլոր միջնորդությունները մեր ճանապարհները ավելի լավը դարձնելու համար է դեպի փրկություն, բայց երբ հասնենք փրկության գետին, այդտեղ պետք է շատ կարևոր միջնորդություն, որովհետև մեր սրբերը լինելով մարդիկ, մեր նման մեղավոր, մեղանչական մարդիկ, որոնք կարողացան սրբել իրենց անձերը, իրենց ճկնակեցությամբ, իրենց աղոթական կյանքով եւ Աստծո պատվիրանապահությամբ, իզորու չեն մեզ արժանացնել երկնային արքայությանը, մեզ արժանացնել փրկության։ Եվ միակ միջնորդը փրկության արժանանալու համար այս պարագային դառնում է մեր Տեր Հիսուս Քրիստոս, կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված։ Այս մասին է վկայում նաև Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված իր առաջին նամակի 2-րդ գլխում։ Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ հասնեն ճշմարտության ճանաչմանը։ Արդարև մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց միջև Հիսուս Քրիստոս, մարդը, որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլորի համար։ Սա եղավ վկայությունն իր ժամանակների, որի համար ես կարգվեցի քարոզիչ եւ առաքյալ, ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում, հեթանոսների ուսուցիչ, հավատով եւ ճշմարտությամբ։ Ահա սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս եղավ միակ միջնորդը մեր փրկության համար։ Ես խնդրում եմ, որ մենք զանազանենք Տիրոջ միջնորդված փրկagorցությունը եւ այն միջնորդությունը, որ մեր սրբերն են անում մեզ համար։ Նա բարեխոսական միջնորդություն է, այստեղ զոհաբերական միջնորդություն։ Այս երկուսը տարբեր հանգամանքներ ունեն։ Եվ թյուրիմացություն է, երբ մարդիկ նույնացնում են, ասելով, որ այլևս սրբերի կարիք չկա, որովհետև միակ միջնորդը Տեր Հիսուս Քրիստոսն էր։ Ոչ, սիրելիներ, բարեխոսական միջնորդությունը այս կյանքում միշտ կա, նույնիսկ մեր առօրյա կյանքի մեջ, իսկ Տիրոջ փրկagorցական միջնորդությունը չկա։ Այդ հարցում ճիշտ եք։ Միակ միջնորդը փրկության համար մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Հետևաբար, սիրելիներս, պիտի նաև մենք կարողանանք արժանանալ այդ միջնորդությանը։ Ինչպես։ Սկզբում ասացի, որ մեր եղբայրներն են, մեր ծնողներն են մեր միջնորդները, մարդիկ, որոնք մեզ սիրում են, եւ մենք էլ իրենց հետ կապված ենք եւ վստահում ենք իրենց։ Այսպիսին պետք է լինի մեր փոխհարաբերությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ, որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն։ Սա սիրո բացարձակ դրսևորում է։ Եվ այդ սիրով է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս խաչն է բարձրանում յուրաքանչյուր մեկիս մեղքերի թողության եւ անձերի փրկության համար։ Այդպիսի սեր է ուզում նաև մեզանից, ոչ թե խաչվելու աստիճան, այլ սիրել Տիրոջը, այնպես, որ վստահենք իրեն մեր կյանքը միայն եւ միայն իրեն հանձնենք այն միջնորդությունը, որ ուզում ենք ունենալ փրկության համար։ Այստեղ է, որ այդ միջնորդ լինելը Տիրոջ սկսում է գործել մեր կյանքի մեջ։
Այնպես որ երբ կանգնեք աղոթքի, սիրելիներ, հիշեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը։ Ավելի մեծ զոհ այս կյանքում չենք ունենալու եւ չի էլ կարող լինել։ Այդ զոհն է, որ յուրաքանչյուր մեկիս արժանացնում է հավիտենության, հավիտենական կյանքի, Հայր Աստծո առաջ։ Եվ եթե այդ զոհը սեր ունի իր մեջ, ուրեմն մեր սերն էլ պետք է շաղախենք այդ սիրուն, պիտի խառնենք այդ սիրուն, ասելով, որ մենք սիրում ենք մեր միջնորդին եւ վստահում ենք նրան։ Մնացածը ինքն է անելու։ Միևնույնն է, մենք ինքնուրույն փրկության չենք կարող հասնել։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։